Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 25 Որովհետև դու Տեր բարի ես և ներող, և ողորմություններով հարուստ բոլոր քեզ կանչողներին։ Սաղմոս 86-5 խոսք։ Մենք նույն պատճառն ունենք ողորմություններ խնդրելու և դրանց հավատալու համար, ինչպիսին ունենք այն ողորմությունների դեպքում, որոնք արդեն ստացել ենք։ Մենք նույն ուխտի տակ ենք և նույն միջնորդի հովանու ներքո։ Չպետք է արդյոք մեր հավատքն ավելի առատ լինի, ունենալով ավելի շատ վկայություններ Աստծո ողորմության, միջնորդի զորության և ուխտի հաստատության մասին։ Չէ՞ որ հենց այս հիմքով ենք սկզբում դիմել Աստծուն այն բանի համար, ինչ արդեն ստացել ենք։ Մեր փաստարկները մի՞թե չեն բխում Աստծո անունից, Նրա ուխտից և Նրա Որդուց։ Այս փաստարկները երբեք չեն կորցնի իրենց ուժը, քանի դեռ Աստված մնում է Աստված, փաստարկներն էլ մնում են անհերքելի։ Մի՞թե Աստված կուրանա իր անունից, կուրանա իր խոստումից կամ կանտեսի իր Որդուն։ Մի՞թե ուխտը վերաբերում է միայն այն ողորմություններին, որոնք արդեն ստացել ենք։ Մի՞թե Քրիստոսը ավելին չի ձեռք բերել մեզ համար։ Եթե այդպես լիներ, մեր հույսերը կթուլանային և կվհատվեին, և մենք այլևս չէինք սպասի Աստծուց ոչ մի ողորմություն։ Բայց Նրա խոստումը վերաբերում է թե այս կյանքին իր բոլոր կողմերով և թե այն կյանքին, որը գալու է։ Նրա խոսքը փորձվել է միլիոնավոր անգամներ և միշտ հավատարիմ է գտնվել։ Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես արծաթ, որ բովի մեջ երկրի վրա սրբված և 7 անգամ պարզված է։ Սաղմոս 12-6 խոսք։ Այդ 7 անգամը նշանակում է անթիվ անգամներ, քանզի 7-ը կատարելության թիվն է։ Այն փորձվել է տառապանքի բազմաթիվ հնոցներում։ Այն հավիտենական ուխտ է։ Աստծո անունը ինքն Աստվածն է և մնում է հավիտյան։ Քրիստոսի արյունը անսահման թանկ է, և մեր միջնորդը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, նույն սիրով իր ժողովրդի հանդեպ և նույն զորությամբ Աստծո առաջ։ Ուստի այս հիմքերով մեր խնդրանքները առ Աստված ամուր են մնում բոլոր ողորմությունների համար և բոլոր ժամանակներում։